Ալիտուսը Լիտվայի մեծությամբ 7-րդ քաղաքն է։ Փոքրիկ քաղաք, որն ապրում է անաղմուկ ու հանգիստ առօրյայով։ Իսկ սա Ալիտուսի դպրոցներից մեկն է, որտեղ աշակերտները սովորում են առաջինից 8-րդ դասարաններում։ Այս դպրոցը մի յուրահատկություն ունի։ Այնտեղ դասապրոցեսը նույնպես հանգիստ ու անաղմուկ է։ Դասերը սկսվում ու ավարտվում են առանց զանգի։ 680 աշակերտ ունեցող դպրոցում աղմուկ ընդհանրապես չկա։ Կրթական հանգիստ մթնոլորտ ապահովելու համար 10 տարի առաջ դպրոցի տնօրինությունը որոշել է դասապրոցեսն անցկացնել առանց զանգի։ Երբ է սկսվում դասը ու երբ ավարտվում, որոշում են ուսուցիչները։ Իհարկե դասաժամի տևողություն գոյություն ունի, բայց շեղվել այդ ժամանակամիջոցից կամ չշեղվել մանկավարժի հայեցողությանն է հանձնված։ Классе есть там часы. Բոլոր դասարաններում ժամացույցներ կան, որոնց հետևում են ուսուցիչները։ 1 րոպե ավելի կամ պակաս անցկացնել դասը այս տարիների ընթացքում խնդիրներ չի առաջացրել։ Կարևորն այն է, որ դպրոցում հանգիստ, անաղմուկ կրթական միջավայր են ձևավորել։ Տարածաշրջանում մեր դպրոցը միակն է, որտեղ զանգ չկա, բայց այս մոտեցումը կարծես տարածում է ստանում նաև այլ կրթական հաստատություններում։ Մենք կարևորում ենք աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության վրա։ Լիտվայում դպրոցները քաղաքային իշխանության ենթակայության են։ Կրթության որակի եւ դպրոցների ֆինանսավորման համար պատասխանատու են քաղաքապետարանները։ Տեղական իշխանությունները Եվրամիության հետ համաֆինանսավորմամբ են իրականացնում ծրագրերը։ Օրինակ, Ալիտուսի դպրոցում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել։ 1960-ականներին խորհրդային տարիներին կառուցված շենքը արդիականացվել է։ Здание построено в 1963 году. Շենքը կառուցվել է 1963 թվականին ու մինչ այս ընդամենը մեկ անգամ էր վերանորոգվել։ Դպրոցը մի տեսակ մռայլ էր մոխրագույն։ Քովիդի համաճարակի ժամանակ հիմնովին վերակառուցվեց դպրոցը։ Սկսել ենք ավելի քիչ վճարել ջեռուցման համար, որովհետև ամբողջ շենքը ջերմամեկուսիչ շերտով է պատվել։ Ջեռուցման ծախսերը ներկայացնում են քաղաքապետարան, որտեղից էլ վճարում են։ Այսինքն մեր ծախսերը տեղական իշխանության հոգսն են, իսկ ջեռուցումն ամբողջ քաղաքում կենտրոնացված է։ Մենք նաև արևային մարտկոցներ ունենք։ Լիտվան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որը 2022 թվականի ապրիլից պաշտոնապես ու ամբողջությամբ դադարեցրել է ռուսական բնական գազի ներկրումը եւ քաղաքային տնտեսություններում շեշտը էներգոարդյունավետ կառավարման վրա է։ Լիտվական մեկ այլ փոքր քաղաքում Պրիենայում ամբողջ քաղաքի ջեռուցումը կենտրոնացված կաթսայատնով ու բիո վառելիքով են ապահովում, իսկ որպեսզի վառելիքը բավականացնի, բազմաբնակարան շենքերն ու հանրային նշանակության կառույցները ջերմամեկուսացրել են։ Если говоря про многоэтажные дома, то Պրիենայ мы лидеры в Литве. Եթե խոսենք բազմահարկ շենքերի ջերմամեկուսացման մասին, ապա Պրիենայը Լիտվայում առաջատարն է։ Գրեթե բոլոր բազմաբնակարանները ջերմամեկուսացրել ենք։ Կառուցում ենք նաև STEAM լաբորատորիա, 5 կառույցեր վերանորոգել ենք։ Այստեղ մեր տարածաշրջանի աշակերտները որակյալ STEAM կրթություն կստանան։ Շատ կարևոր է, որ մարզերում ապրող երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները չզիջեն Վիլնյուսի կամ Կաունասի աշակերտների հնարավորություններին։ Քաղաքապետարաններն այս ծրագրերի համար ֆինանսավորում են ստանում Եվրամիությունից, բայց դրանք իրականություն չէին դառնա, եթե քաղաքները համաֆինանսավորման հնարավորություն չունենային։ Սա հետխորհրդային իներցիայից դեպի նախաձեռնողական կառավարման անցնելու արդյունքն է։ Всех отраслях и в школах. Եվրամիությունը մեզ աջակցում է բոլոր ոլորտներում կրթության, քաղաքային բարենորոգումների, զբոսաշրջության, նաև առողջապահության։ Առաջիկայում ակնկալում են 22 միլիոն եվրոյի օգնություն, բայց սա ծրագրերի ֆինանսավորման մի մասն է։ Մենք եւս համաֆինանսավորման բաժին ունենք։ Երբեմն այդ բաժինը շատ մեծ է։ Օրինակ մեր քաղաքի ջրամատակարարման ցանցի աշխատանքների արժեքը 11 միլիոն եվրո է։ Դրանից Եվրամիությունը տալիս է միայն 3.8 միլիոնը։ Մնացածը մենք ենք համաֆինանսավորելու վարկերի կամ խնայողությունների հաշվին։ Ու երբ Եվրամիությունը ֆինանսավորում է հատկացնում, ապա շատ հետևողական ու խիստ ստուգում է, թե քաղաքային իշխանությունների թղթի վրա ներկայացված ծրագիրն ու կատարված աշխատանքը արդյոք համապատասխանում են, իսկ հետագա ֆինանսավորման երաշխիքը քաղաքային իշխանությունների ճիշտ աշխատանքն է, որ ծրագրերը կատարյալ լինեն ոչ միայն ավարտական ակտերով, այլ իրականում։ Լուսինա Հայրապետյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։